Ճիշտն ասած, ինձ թվում էր, որ Ադամը անկխոցելի է, որովհետև ինքը այնքան հաջողակ էր, այնքան հաջողակ տղա էր, այնքան թեթև բնավորություն ուներ, այնքան հեշտ էր իր մոտ ամեն ինչ ստացվում։ Անկեղծ ասած չէի պատկերացնում կամ չէի ուզում հավատալ դրան։ Երևի 5-6 օր հետո մենք այդ չարաբաստիկ լուրը լսեցինք, որ Ադամը իր ջոկատի տղաների հետ հերոսաբար ընկել է եւ վերջում ամենավերջում ժամը 8-ի կողմը մի քանի ժամ պայքարելուց հետո ժամը 8-ի հատվածում առավոտյան վերջին անգամ ռադիոկապով լսել են իր ձայնը եւ ասել է մինչ այդ մի քանի անգամ օգնություն է խնդրել, որովհետեւ ասել է, որ փամփուշտները վերջանում են։ Այնուհետև ասել է, որ հրամանատարին ասել է կարող եք չգալ, որովհետև արդեն ուշ է։ Մենակ եմ մնացել եւ արդեն ուշ է, արդեն ամբողջությամբ լցվել են դիրքերը, ուղղակի պահեք որքան հնարավոր է, որպեսզի առաջ չգան, թշնամին առաջ չգա։ Վերջին խոսքերը դա է եղել։ Տղաները եւ հրամանատարները պատմում են, իր դիրքի տղաների անունն եմ ուզում նշել, Կարենը Ներսիսյան, որը սերժանտ էր նույնպես եւ իր օգնականը, Բագրատը Ալեքսանյան, Տիգրանը Բերակչյան, Ժորան Եսայան, Բորիսը Օզմանյան, որը ազգությամբ եզդի էր այդ տղան, եւ Անդրանիկը Գրիգորյան, որը պայմանագրային զինծառայող էր, բայց միևնույն է ինքը տարիքով մեծ էր, ուներ երեխաներ, բայց ենթարկվում էր այսպես Ադամի հրամանատարությանը։